Գիտեք, մարդիկ կան, որ մտածում են, որ մեկը որ մերժված լինի ժողովրդից, կամ ինքը վիրավորված լինի իր սիրտը, այդ անձնավորությունը պարտված է, չէ՞։ Հաճախ մենք չենք մտածում, որ մեկը որ վիրավորված է, կամ ինքը մերժված է ժողովրդից, որ այդ մարդը հաղթանակի մեջ է։ Բայց գիտեք ումի մասին է այս բաները գրված։ Երբ որ բացում ենք Եսայա 53:3, Հիսուսի մասին է այսպես խոսքեր ասում։ Ասում է Հիսուսը մեկն էր, որ ծանոթ էր վիշտի եւ տխրության հետ։ Ծանոթ էր, մտերմացել էր այս զգացմունքներով։ Եվ ասում է, որ իրան մերժեցին ժողովուրդը։ Գիտեք, այսօրում գեղեցիկ երգեր ենք երգում Հիսուսի համար, փառք ենք տալի իրան, բայց Հիսուսն առաջ եկավ հրեաների համար, գիտեք, եւ հրեաները իրան մերժեցին։ Անցած շաբաթ ես ասեցի, որ Հիսուսը որ եկավ, տեղ չհայտնվեց Բեթլեհեմում։ Գոմում ինքը ծնվեց։ Ստեղծագործիչը որ լրիվ ստեղծել է, ինքը մերժվեց։ Բայց գիտեք, այս ամեն ինչից հետո Տերն այս խոսքն է ասում Հովհաննես 16:33. Ես հաղթահարել եմ աշխարհին։ Եվ ասում է, սրանից հետո մարդու որդին Աստծո աջ ձեռքում կլինի։ Էսի Ղուկաս 22:69-ն է։ Զարմանալի է Տիրոջ տեսակետը։ Նայեք, մեր տեսակետով ով է հաղթանակը։ Մեկը որ շքեղ է, մեկը որ դիրք ունի, մեկը որ սենց հարգված է միջավայրի մեջ, Տիրոջ տեսակետից լրիվ հակառակն է։ Եվ ասում է, ես հաղթահարել եմ աշխարհին։ Եվ շատ գեղեցիկ խոսք ունի առաջի Հովհաննես 5:4, որ սրա շարունակությունն ասում է, ով որ Աստծուց է ծնված, նույնպես հաղթահարում է աշխարհին։